Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, ինչպես վստահ եմ ձեզնից շատերը, այնպես էլ ես այսօր էմոցիոնալ առումով շատ բարկացած վիճակում էի, երբ նկատեցի այն ձայնագրությունը, այն գաղտնալսման, ապօրինի գաղտնալսման, ամոթալի գաղտնալսման, այսպես ասած, սլիվը իշխանական լրատվամիջոցներում, որ վերաբերում էր Նաթան ենթադրաբար, չգիտեմ, Նաթան Սրբազանի ձայնին նման ձայներ եւ չգիտեմ ով էր, մի չարացած նախկին հոգեվորական էր, որոնք զրուցում էին եւ վեհապարի անուններ շոշափվում, ակնհայտ էր այդ պահին, երբ ես լսեցի, 10-15 րոպե են դրել, արդեն պարզ էր, որ սա վեհապարի կալանավորման, գերեվարման, դա է ճիշտ բառը, գերեվարման տեղեկատվական նախապատրաստությունն է եւ այս ձեռագիրը այնքան ծանոթ ձեռագիր է, հիշեք հլը Միքայել Սրբազանի գերեվարման պատմությունը, նախորդ օրը տեղեկատվական նույն կերպ, ուրեմն սլիվ, հետո ձերբակալման որոշում, խուզարկություններ եւ այլն, դա հիշեք, ակնհայտ էր, որ որոշում են կայացրել արդեն գնալ վեհապարի հետևից, ակնհայտից էլ ակնհայտ էր։ Միակ հարցը մնում է, թե երբ իմ կարծիքով չի բացառվում եւ վաղը, բայց ես ավելի հավանական եմ համարում երկուշաբթի օրը, մյուս հավանական օրը կարծում եմ իրենց համար, որտեվ թուրքական մշակույթի կրող են այս նիկոլական իշխանությունները, իսկ թուրքական մշակույթում սիմվոլիզմը կարևոր է եւ մյուս տարբերակը կարող է լինել հոկտեմբերի 27-ը, այսինքն այս երկուշաբթի չէ, այն մյուս երկուշաբթի։ Նաև աշխատանքային օր հավանաբար կլինի, որպեսզի շատ մարդ չկարողանա, եթե, այս եթեն ընդգծում եմ, էլի, որտեղ չգիտենք, եթե լինի կոչ Մայրաթորից գնալ Էջմիածին, քիչ մարդ կկարողանա, որտեղ աշխատանք եւ այլն եւ այլն։ Հիմա, ինչպես եւ դուք բոլորդ, ես նույնպես շատ էմոցիոնալ առումով շատ ծանր, բնականաբար սկզբից տարա այս լուրը, հիմա էլ չեմ տեղավորվում ես լուրի հետ, լուրի մեջ չեմ տեղավորվում իհարկե, բայց հետո ինձ շատ աշխատեցի ինձ վրա ու փորձեցի հնարավորինս սթափ նայել իրավիճակին եւ մի քանի դատողություններ եմ ուզում հիմա ձեր հետ կիսվել այս ավտոլայվի ռեժիմով, քանի տեղ եմ գնում եւ ճանապարհին եմ։ Մի քանի դատողություններով եմ ուզում կիսվել։ Առաջինը, տեսեք, հիշենք մի 2-3 ամիս առաջ, որ ամեն օր կաթողիկոսի վրա զզվելի բառապաշարով բաներ էր գրում, Նիկոլ Փաշինյան կոչվածը։ Հիշեք, թե իր պլանը որն էր։ Հեսա օրական 3 անգամ աղոթողներից ինչ-որ կլուբ էր բացում, հանձնաժողով էր ստեղծում, վերջերս նույնիսկ ժամկետ հայտարարեց, այդ իրենց ԿՊ-ի համաժողովին ասեց սեպտեմբերի վերջ կամ մաքսիմում հոկտեմբերի սկիզբ, հավատավոր հոտի միջոցով կգնանք, խաղաղ, աղոթքով, այս ինչով, այն ինչով գնանք եւ կազատենք վեհարանը։ Վեհապար Հայրապետից։ Ինչ եղավ, այդ հավատավոր հոտը, որով պիտի գնայր, ինչ եղավ, կարող է այդ հավատավոր հոտ կոչվածը, դա քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ծանր հանցագործությունների բաժնի տղեկն էին, որոնց հեսա ուղարկելու ես վեհարանը անամոթաբար խուզարկելու եւ վեհապար Հայրապետին ձերբակալելու։ Այդ տղեկն էին քո հավատավոր հոտը։ Ուր է հավատավոր հոտը։ Այդ օրը 3 անգամ աղոթողների ակումբը, որ տենց հայտարարել էր, մենք են, ես եմ լինելու առ, այդ մարդիկ ուր են։
Իմ կարծիքով ակնհայտ է, որ այս մարդիկ տեսել են, որ չի ստացվում այս տարբերակը։ Որովհետև բարձր հեղինակություն ունի եւ բարձրացող հեղինակություն ունի իմ ընկալմամբ, էլի, եկեղեցին։ Եվ դրա համար որոշել են այդ զզվելի ռեպրեսիայի ճանապարհով անել։ Կաթողիկոս ձերբակալել։ Մի հատ այդ մարդիկ թող մտածեն, կաթողիկոս գերեվարել։ Հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են ծանր շրջաններ, երբ մեր կաթողիկոսները գերեվարված են եղել։ Մեր եկեղեցին իրականում հայության առանցքն է։ Հələ մի բախ պատկերացրեք, որ եկեղեցի չկա, ինչ ա մնում հայությունից։ Ինչ ա մնում հայությունից։ Գրերի գյուտ եկեղեցու միջոցով է արվել։ Մատենադարանի բոլոր մատյանները եկեղեցու միջոցով են ստեղծվել։ Մի հատ աշխարհիկ մեկն է, որ տես 2-3 բանաստեղծություն ա գրել, ես ինչքան խորհրդային ժամանակները PR-եցին, ֆրիկը։ 1-2 հոգի անդամները, որ աշխարհիկ են եղել։ Էլի եկեղեցու հետ կապված։ Մեր ամբողջ պատմության մեջ, ամբողջ միջնադարը ամբողջությամբ եկեղեցու վրա է հիմնվել։ Մեր ամեն ինչն է եկեղեցի։ Մխիթար Գոշ են ասում, Մխիթար Վարդապետ Գոշ։ Իրավաբանության մասով։ Բոլորն են վարդապետ եղել, մեկը չկա, որ այս միջնադարից չլինի։ Բովսես Խորենացի վարդապետ է եղել, Մեսրոպ Մաշտոց վարդապետ է եղել։ Մեկը կաթողիկոս, մեկը եպիսկոպոս, մեր ինքնությունը այդտեղ է։ Ուսա եկեղեցու դեմ կռիվ է։ Ինքը ասում է, ով է ասում, որ եպիսկոպոսներն են եկեղեցի։ Բա որ տենց է, դու ասում ես կառավարությունը ես եմ։ Ժողովրդավարական կոչվող համակարգի մեջ։ Բա ոչ ժողովրդավարական, միապետական, միահեծան եկեղեցուն բնորոշ, կաթոլիկ եկեղեցուն, բոլոր ավանդական եկեղեցիներին բնորոշ կառուցվածք ունեցող համակարգում, որ միահեծան որոշումներ են կայացվում։ Այդ համակարգում, եթե դու ասում ես, որ կառավարությունը դու ես, բայց ինչքան ավելի շատ իրավունք ունի վեհապար հայրապետը ասելու, որ եկեղեցին ես եմ, բայց չի ասում, չէ՞։ Ինչքան ավելի շատ իրավունք ունի, որովհետև եկեղեցին Աստծո իշխանության վրա է հիմնված, ոչ թե մարդկանց իշխանության վրա է հիմնված։ Իրանք չեն ասում, դու կանգնում ես, սրիկայաբար ասում ես, իսկ ով ասում, որ եկեղեցին եպիսկոպոսներն են, բա այլով է։ Բայց եթե դու կառավարությունն ես, այդ դեպքում ո՞ց կարող է եկեղեցին եպիսկոպոսները չլինեն։ Սրիկայություն, էլի։ Տրամաբանական ճղճիմություն, էլի։ Վերադառնալով։ Տեսեք, այս իրանց պլանը, սրանից կարելի է հետևություն անել, որ չի ստացվում մոտները։ 3 քահանաներ Տեր Արամ, եւս 2 հոգի, ես ամեն դեպքում զսպացությունը պահում եմ, բան չեմ ասում, բայց հնարավորինս փորձում եմ պահել, այսպես ասեմ։ Այդ 3 անձին, որոնք դեռ կարգալույս չեն, ցավոք սրտի, կարողացաք ձեր կողմը գրավել, եւ ես ենթադրում եմ, որ չգիտեմ, մյուսները ուր են, ձեր պլանը չհաջողվեց, հա։ Դրա համար այդ հավատավոր հոտը փաստորեն այդ տղեկն են ելնելու, որոնց հերթական ծանր մեղքի տակ եք դնելու, հերթական ծանրագույն մեղքի տակ եք դնելու։ Որ նույնիսկ որ մտածում եմ ինչ մեղքի տակ են այդ տղեկը մտնելու, ով է այդ ստորագրողը լինելու։ Որ գլուխս բռնում եմ, ասում եմ լավ ոնց կարելի է, էլի, ոնց կարելի է մարդկանց տենց մեղքի տակ դնել։ Այդ որոշում ստորագրելու պահն է պատկերացնում։ Եվ այս որոշումը, այս կեղտոտ որոշումը, որ այս տարբերակով են գնում, դա նաև նշանակում է, որ իրաց չի հաջողվել։ Եվ այս հոդվածը, որով վեհապար հայրապետին գնալու են եւ ձերբակալեն, ես բացարձակ գաղափար չունեմ, իրական է այդ զրույցը, իրական չի։ Մի բան է հստակ, որ ապօրինի ուրեմն գաղտնալսում ա եղել։ Եվ եթե սառն եք նայում, հələ պատկերացրեք կրոնական կազմակերպության բարձրաստիճան նվիրապետին, իսկ Նաթան Սրբազանը ամենաբարձրաստիճան նվիրապետներից է։ Մեր 50 քանի, 50 կարծեմ 6 եպիսկոպոսներից ամենաավակներից մեկն է, արքեպիսկոպոս Նաթան Սրբազանը, Նաթան արքեպիսկոպոս Հովանեսյանը։
Դու պատկերացնում եք պետությունը գաղտնալսումը կրոնական կազմակերպության բարձրաստիճան նվիրապետի 2023 թվին է գաղտնալսած ոնց որ իրանք էին գրել 2023 թվին այսինքն սա պահել են ու հոպ այս պահին բերեցին մեյդան լավ ուրիշ չի իմ կարծիքով եւ եթե նույնիսկ այս ամեն ինչը համապատասխանում է իրականությանը ապա իմ կարծիքով ոչ մի անպատիվ բան չկա ամենայն հայոց կաթողիկոսի կողմից այստեղ բացարձակ ոչ մի անպատիվ բան չկա իսկ քրիստոնեությունը այն կրոնն է որի մեջ Հիսուս Քրիստոսը երրորդության երկրորդ դեմքը Աստծո որդին այդ տանջանքներին է ենթարկվել քրիստոնյայի համար պատիվ է իր կրոնի համար տանջանքների ենթարկվելը եւ ես անկեղծ ասած ազնապես նաեւ ճանաչելով վեհապարին շատ մեծ ցավ ապրելով այն որ բայց նաեւ հասկանում եմ գուցե սա նաեւ Աստծո ճանապարհն է չգիտեմ այս խայտարակ տեղեկատվական հարցակումների տակ ընկնել եւ այլն սա քրիստոնյայի համար ոչ մի պախարակելի բան իր մեջ չի բաղվել եւ ցավոք սրտի ոնց հաշվում եմ ոնց մտածում եմ երևի թե անխուսափելի է որովհետեւ սրանց մենք գիտենք որ մենք շուտով ունենալու ենք գերեվարված ամենայն հայոց կաթողիկոս որ երևի վերջի անգամ մի քանի 100 տարի առաջ է նման բանել բայց մեր եկեղեցին իր կարգերը ունի եթե ինչ պատճառներով այդ թվում նաև գերեվարման պատճառով ամենայն հայոց կաթողիկոսը բանտարկության պատճառով գերեվարման պատճառով չի կարող իր բարձրագույն ծառայությունը իրականացնել այնտեղ գոյություն ունի տեղապահության ինստիտուտ կարող է նշանակել տեղապահ վեհապար հայրապետը կարող է նշանակել տեղապահ եւ մեծ հույս եւ վստահություն ունեմ որ Սուրբ Հոգու ներգործությամբ իմաստուն որոշում կայացնի վեհապար հայրապետը եւ մեր լուսավորչի գահը Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների գահը ժամանակավորապես տեղապահության կարգով վստահելի ձեռքերում կլինի մինչեւ վեհապար հայրապետը այդ իր խոր վիրապից դուրս կգա որոնք այս սրիկաները շուտով պատրաստվում են ակնհայտորեն տանել եւ վեհապար հայրապետին կալանավորել ակնհայտորեն որովհետեւ պրավալ տվեցին իրենց այն որ ասում են սեպտեմբերի վերջ հոկտեմբերի սկիզբ Պարզվեց իրենց հավատավոր հոտ են տղեկներն որոնց հրաման են տալու վեհապար կալանավորել այն դատախազներ, քննիչներ, դատավորներ, ու դատավորի հարցը կարծում եմ պարզ է, Մասիս Մելքոնյանը թող մի քիչ պարապի էս երկու օրը։ Շուտով տենց հետաքրքիր դատա ունենալու այդ անձնավորությունը։ Ինչ վերաբերում է նաև բուն առիթին։ Չեք ամաչում այդ մանիպուլյացիաներն եք անում։ Վեհապար հայրապետի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Ուրեմն որպես քրեական դատավարության մասնակետ ասեմ, ընդհանրապես վարույթը նախաձեռնվում է փաստի առթիվ։ Անձի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում։ Այսինքն երբ որ ասում են վարույթ է նախաձեռնվել, դա երբեք անձի նկատմամբ չի լինում։ Դե յուրե իրավաբանորեն, բայց կա նաև դե ֆակտո։ Օրինակ եմ ասում։ Դասալքության փաստի առթիվ հարուցվում է նախաձեռնվում է քրեական վարույթ։ Արդյոք չեն կարող ասել, որ այդ քրեական վարույթը նախաձեռնվել է այն անձի դեմ, ում դասալքության ենթադրյալ հարցը, ասենք, քննարկման առարկա եղել։ Պատկերացրեք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ժամանակին հարուցվում էր ուրեմն դասալքության մեղադրանք։ Պատկերացրեք, մի պահ պատկերացրեք։ Երբ որ նախաձեռնվեր քրեական վարույթ, դեռ մի երկու օր կարող է Նիկոլ Փաշինյանը մեղադրյալ չլիներ։ Բայց լրիվ
ճիշտ կլիներ ասել, որ այդ վարույթը նախաձեռնվել է Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև փաստը եւ անձը անխզելի կապի մեջ են, այդպիսի անցակազմեր կան։ Դրանցից մեկը ես ասացի, դասալեկությունն է։ Մյուսը, ասենք օրինակ քրեական վարույթը նախաձեռնվում, այն իրանց բերած են, որ խոսքի հետ կապված, ինչ որ, չգիտեմ, բան, որ մեկը ասեմ, այդ բազմաթիվ անցակազմերից որ մեկը ասեմ, իշխանություն զավթման կոչ, էսի ինչի կոչ, այն ինչի կոչ։ Այդ կոչի փաստի արդիվ, որ հարուցվում է քրեական վարույթը, է պարզ է, չէ, որ ինչ-որ կոնկրետ կոչ է, այդ օդի մեջ կոչ չի, կոնկրետ անձի կոչ է, չէ, ինչ-որ մեկը գրել է։ Չեղա, որ այդ մարդու նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց։ Եվ չեն էլ ամաչում այդ մանիպուլյացիան անում, բանը անձի նկատմամբ չի հարուցվել քրեական վարույթը, փաստի արդիվ է հարուցվել։ Բայց այդ ձայնագրությունը լսում ես, է պարզ է, ուրիշ ինչ է խոսում, վեհապարի անունն է տալիս։ Վեհապարի անունն է տալիս, իբր թե վեհապարը ինչ որ մարդկանց բան է արել, ինչ է արել, խորհուրդ է տվել, թե ինչ է արել, որ գնան ինչ որ միտինգի մասնակցեն։ Այն դեպքում երբ հերթով արդեն որ երրորդ մեր հոգևորականն է գնում, որ ասում է ժողովուրդ ջան, մենք միտինգների գնում մասնակցում ենք, առաջի հերթին այն պատճառով, որ հանկարծ իրավիճակ չլարվի, բախումներ չլինեն, եւ բազմաթիվ օրինակներ են բերում, մինչեւ 18 թիվը, 18 թվից հետո այդ մոռանում ենք։ Չգիտեմ, այսքանն է ուզում մեծ հաշվով ասել։ Ես ներքին վստահություն ունեմ, որ եկեղեցին դա աշխարհիկ կառույց չի, էլի։ Եկեղեցին Աստծո խնամակալության տակ է գտնվում։ Ես այդ ներքին համոզմունքը ունեմ, որ Աստված ողորմած է գտնվելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, եւ այս փորձությունները, որի միջով հիմա մեր հոգևոր հայրերն են անցնում, հավանաբար շուտով մեր վեհապար հայրապետն է անցնելու, քահանաներն են, արժանապատիվ քահանաներն են անցնում։ Այս փորձությունները գուցե ինչ որ նպատակ ունեն, գուցե ինչ որ զորացման եւ ամրացման նպատակ ունեն։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Աստծո ուղիները անքննելի են։ Ես սովորական աշխարհիկ մարդ եմ, աշխարհական եմ, շատ բան չեմ հասկանում այդ ոլորտից, բայց ինչքան որ հասկանում եմ, այդպես եմ տեսնում։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում են, մենք չգիտենք թե Աստծո ծրագիրը որն է։ Բայց այսօր ամբողջ օրը մի տող էր Սուրբ գրքից, ավետարանից, որով ուզում եմ եզրափակեմ այս ավտոլայվը։ Դա Հովանեսի ավետարանի մեջ էր, բոլոր 4 ավետարանները Հուդայի մատնության նկարագրություն ունեն, որը նաև ներառում է խորհրդավոր ընթրիքից հետո Հուդայի հեռանալը։ Եվ Հովանեսի ավետարանում մի հատ շատ կարճ, բայց շատ խորը եւ այդ շատ ազդու տող կա, որ երբ որ Հուդան ինչ որ պատճառով, ինչ որ մի առիթ բռնելով դուրս է գալի խորհրդավոր ընթրիքի տեղից, բայց աշակերտները չեն հասկանում էլի, որ գնում է մատնության։ Քրիստոս ասում է ինչ անում ես շուտ արա։ Ինչ անում ես շուտ արա։ Դուրս գալուց։ Եվ այն բոլոր մարդկանց, որոնց վերապահելու են այդ իրենց մկրտության դեմ գնացողների, իբր թե պետական օրենքներ պահելու առիթով, այդ ուր են ձեր պետական օրենքները, այդ ձեր պետական օրենքները ուր են, որ այդքան բաներին, պետական աշխատողներին քշում են տարբեր միտինգների են, մի խոսքով չհիշացնեմ, բաներ, դա պետական օրենք չէ, ստեղ է պետական օրենքը։ Նիկոլայից այդ մանկավարժների պատմությունը եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, այդ մարդկանց ուրիշ բան չունեմ ասելու։ Հիշեք այդ տողը կարդացեք Հովանու ավետարանը։ Իսկ թվում է ձեզ եք այդտեղ տեսնելու։ Եթե որոշեք, որ դուք եք լինելու այդ մարդիկ, ովքեր որ վեհարանում խուզարկություն են իրականացնելու, վեհապար են ձերբակալելու, հիշեք այդ տողը ձեր մասին, ինչ անում եք շուտ արեք։
ու այդ Հիսուսի խոսքերից հետո 3 բառ ավելանում ու 3 բառ գրվում մի կարճ նախադասություն ու այս սցենան ավարտվում է։ Ասում է եւ գիշեր էր։ Այ հիմա մենք չգիտենք այս պահին գիշերով որտեղ նստած ում են ինչ հանձնարարում անելու այս ամեն ինչը։ Չգիտենք։ Կարող է հենց այս պահին են անում։ Եվ գիշեր էր։ Աստված մեր հետ բարի գիշեր։